Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, իմ աշխատավոճի համաձայն գիտեք, որ երբ որ հանրային հնչեղություն պարունակող գործով որոշակի գործառույթ եմ ստանձնում, ես բաց եւ թափանցիկ հանրության հետ շփվում եմ, ինֆորմացիա եմ տալիս, որպեսզի տեղեկացված լինեք եւ ի հարգանս տեղեկացված լինելու ձեր իրավունքին։ Եվ այսպես ես տեղեկացրել էի, որ Ռեդի այս հայտարարակ գործով երեխաների հորեղբոր ընտանիքը ինձ լիազորել է ներգրավել որպես իր պաշտպան։ Թովմասը ձերբակալված է այս պահին եւ գտնվում է Երևանում ձերբակալվածների պահման վայրում։ Նախնական պայմանավորվածություն ունեի քննիչի հետ Վեդու քննչական բաժնից, որ առավոտյան գնայի ներգրավեի, որպեսզի արագ կարողանայի տեսակցեի, բայց ինձ տեղեկացրեց քննիչը, որ այսօր առավոտյան որոշում է կայացվել վարույթը Մասիսի քննչական փոխանցելու մասին, ինչը ես դրական որոշում եմ համարում, անկեղծ ասած, որովհետև բազմաթիվ հարցեր կան Վեդու իրավապահ մարմիններին, առնվազն անկողմնական դիտորդի մոտ կարող է կասկածի տակ դրվել անկողմնակալությունը։ Դրա համար կարծում եմ ճիշտ որոշում է մեկ այլ քննչական բաժին տեղափոխելը, ճիշտ է նույնը Արարատի մարզային վարչության մեկ այլ բաժինն է, բայց ամեն դեպքում ավելի լավ է այդպես, քան մնա իհարկե Վեդիու։ Եվ հիմա տեղափոխման process-ն է տեղի ունենում։ Ես Մասիսից եմ, Մասիսում եմ գտնվում, վերադառնում եմ Երևան։ Ես համապատասխան զրույցներ ունեցա Մասիսի քննչական բաժնում։ Այս կազմակերպական առումով որևէ խնդիր էստեղ ես չեմ տեսել։ Ինձ հավաստիացրեցին, որ անմիջապես երբ գործը ստացվի, իմ ներգրավման հարցը կարգավորեն եւ նաեւ իհարկե հասկանում եմ, որ դա տենց կարող եմ 2 ժամ տևել, որովհետեւ օբյեկտիվ հարցեր կան։ Մասնավորապես ենթադրում եմ, դա ինֆորմացիա չի, ենթադրում եմ, այս նման դեպքերում ինչ են անում։ Քննչական խումբ են ձևավորում, ինչ-որ քննչական գործողություններ, որ այնտեղ պետքա կատարեին, այնտեղի քննիչները արագ կատարում են, այսինքն կարող է ժամանակ տևել։ Ես ամեն դեպքում դիմումը մուտք եմ արել եւ գնում եմ Երևան, սպասում եմ երբեն ինձ տեղեկացնելու, որ արդեն ԶՊՎ-ին տեղեկացրել են իմ ներգրավման մասին, որպեսզի անմիջապես մտնեմ եւ Թովմասի հետ կարողանամ հաղորդակցվել, հասկանամ իր մոտեցումը, հասկանամ իր դիրքորոշումը այս ամեն ինչի հետ կապված։ Ես ուզում եմ 2 բան ասել, որը կարևոր է։ Ամեն դեպքում չենք կարող չընդունենք, ինչքան էլ ուզենք ամենաօբյեկտիվ ձևով նայենք, չենք կարող չընդունել, որ Վեդիում որոշակի ուրեմն ոչ պատշաճ գործառույթ է եղել իրավապահ մարմինների կողմից։ Մենակ է փաստը, որ փետրվարին տեղի է ունեցել, փետրվարին ինֆորմացիա է եղել այդ խայտարակ դեպքի հետ կապված եւ չի խափանվել, չի կանխվել, պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել, դա արդեն հարց է։ Եվ մարդու մոտ կարող է առաջացած լինի եւ շատ բնական է, որ մարդու մոտ առաջացած լինի վրդովմունք։ Մնացած հարցերը ես կարծում եմ պետք է դետալներով հասկանանք եւ արդարության սկզբունքով առաջնորդվենք։ Արդարության սկզբունքով առաջնորդվենք, հասկանանք, թե ինչպիսի լուծումներ կարող են այստեղ լինել։ Նախ իրականությունը հասկանանք, հետո հասկանանք ինչ լուծումներ այստեղ կարող են լինել։ Մի շատ կարևոր բան ասեմ։ Եթե ոստիկանության գործառույթը, առաջի գործառույթը, հանցագործությունների նախականխումը, կանխումը, խափանումն է, ապա շատ կներեք, փաստաբանի գործառույթն է նաև թույլ չտալ, որ անկապ տեղը մարդիկ քրեական հետապնդումների ենթարկվեն։ Եվ այս հանգամանքի շրջանակներում պարտքս եմ համարում հարգելի քաղաքացիներ ձեզ մի բանի մասին ասեմ։
այս իշխանությունները ցույց են տվել, որ իրենց մոգոնած օրենքները իրենք տենց շատ նախանձախնդիր ձևով ուրեմն կենսագործում են։ Այդ ավանդական օրենքները ոնց որ թե խնդիրներ կան, հենա, հենց այս գործը այս սեռական ոտնձգության անչափահասների նկատմամբ գործը մեզ վկա։ Այսքան ժամանակ, տեսեք, այն բանից հետո երբ Սյուզին այդ աղմուկը բարձրացրեց, փաստաբանները արդյունավետացին աշխատել, նոր դրանից հետո սայլը տեղի չարժվեց։ Բացահայտ օրինակ։ Ոչինչ, դա Աստված սրանից հետո արդյունավետ այդ ամեն ինչը անել, բայց փաստ է դա։ Անառարկելի կարծում եմ փաստ է։ Բայց իրենց մոգոնած օրենքները իրանք վարկենական կայծակնային արագությամբ են իրականացնում։ Հիմա մեր քրեական օրենսգիրքը պարունակում է հոդված, որը բռնության արդարացում է կոչվում։ Մարդիկ են դատվել, մարդիկ են դատապարտվել, արդարացումներ են եղել իհարկե։ Հիշեցնեմ, որ Սամսոնյանն էր օրինակ այդ հոդվածով դատվում, արդարացվեց, որտեղ մարդը բռնություն չէր արդարացնում, այլ ինքնապաշտպանություն։ Բայց ամեն դեպքում ես պարտքս եմ համարում ձեզ ասել, որ այս հարցով ձեր հրապարակումներում զգուշություն դրսևորեք։ Այնպես չլինի, որ ընկալվի որպես բռնության արդարացում։ Մենք ամեն ինչ հասկանում ենք, մարդկանց հոգեբանական վիճակը այստեղ շատ կարևոր է եւ այլն, բայց փաստն այն է, որ այս իշխանությունները այն որ սրած իրենց ուշադրությունը բռնության արդարացման դեպքեր են մանրալի, որ բռնեն մարդկանց մեղադրեն տանեն բեր։ Մենք կարող ենք այո աջակցել մարդուն, որը որ համակարգի անարդարացիության դեմ որոշակի ընդվզում եւ վրդովմունք է հայտնում։ Բայց այնպես չանեք, որ դա ընկալվի եւ լինի առաջերտի բռնության արդարացում։ Դա մեր քրեական օրենսգրքով արգելված է։ Սա ուզում եմ հատուկ նշել։ Մնացածի մասով ես ձեզ կտեղեկացնեմ, հուսով եմ, որ անգեც ասած նաև վստահ եմ, որ հնարավորինս արագ կլինի, որ ինձ տեղեկացնեն, որ ես արդեն կարող եմ ԶՊՎ այցելել, կլինեմ ԶՊՎ-ի մոտակայքում, երբ որ ինձ տեղեկացնեք, այցելեմ, կզրուցեմ, վերջնականապես կստանձնեմ կարգի այդպիսին է։ Որից հետո արդեն ես նաև ձեզ հարկ եղած դեպքում կտեղեկացնեմ։ 72 ժամով ձերբակալել են, թե հետո գործողությունները ինչպիսին են լինելու, տանելու են դատարան, չեն տանելու դատարան, ինչ ձեզ կտեղեկացնեմ։ Նաև ուզում եմ ասել, որ ենթադրում եմ, որ այս վարույթին կմիացնեն նաև այն առաջին վարույթը, որով որ հորեղբայրը մամուլի տեղեկություններով եմ ասում, ինչ որ հարվածել էր, թե ինչ էր արել այն ստահակին, լավ, որպես փաստաբան մի քիչ ավելի մեղմ ձևակերպում օգտագործեմ, ենթադրյալ ստահակին, որը հիմա այս պահին կալանքի նիստի է գտնվում, այն ժամանակ ազատության մեջ էր, հիմա նրան վերջապես պետությունը որոշեց կանչել պատասխանատվության այդ այլանդակության, այդ խայտառակության համար անչափահասի հետ, անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն, այդ ահասարսուր բանի համար։ Այսքանը լրացուցիչ տեղեկությունների դեպքում ես ձեզ այս կամ որևէ այլ ձևաչափով կտեղեկացնեմ։